Ադրբեջանը հավակնում է դառնալ Պակիստանի զինտեխնիկայի ամենախոշոր գնորդը, ընդհանուր ձեռք բերելով JF-17 Thunder տեսակի 40 ռազմական ինքնաթիռ։ Չնայած գործարքի վերաբերյալ ադրբեջանական մեդիայում որոշակի տեղեկություն էր հայտնվել, սակայն դրա մասին լուրերը պաշտոնական մակարդակում չէին հաստատում ոչ Բաքուն, ոչ էլ Իսլամաբադը։ Սակայն օրերս պակիստանյան կողմը որոշեց խախտել լռությունը, X-ի հարթակում նշելով, որ գործարքի ընդհանուր արժեքը կազմելու է 4.6 միլիարդ դոլար, որի դիմաց Ադրբեջանը 2 միլիարդ դոլարի ներդրում է կատարելու։ Բաց աղբյուրների համաձայն Ադրբեջան ու Պակիստանը այդ ինքնաթիռների հարցում համաձայնության էին հասել դեռևս 2024-ի փետրվարին, իսկ արդեն աշնանը առաքվել էր պայմանագրով նախատեսված խմբաքանակը։ Խոսքը 1.6 միլիարդ արժողությամբ 16 միավորի մասին էր, իսկ այժմ փաստացի Բաքուն որոշել է ընդլայնել այդ գործարքը, դառնալով Պակիստանի զինտեխնիկայի ամենախոշոր գնորդը։ Պակիստանյան JF-17 կործանիչները, որոնք Պակիստանը արտադրել է Չինաստանի հետ համատեղ, 4-րդ սերնդի են։ Ըստ Forbes-ի, Ադրբեջանը ստանում է ավելի թարմացված մոդիֆիկացիան JF-17C Block 3-ը, որոնք ունեն 4.5 սերնդի ինքնաթիռներին հատուկ սարքավորումներ և հնարավորություններ։ Պակիստանը մինչև այս այդ ինքնաթիռները արտահանել էր Նիգերիա, Մյանմա և Իրաք։ Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ գործարքը ի թիվս այլ կետերի կարող է ներառել Ադրբեջանում այդ ինքնաթիռների մասնակի հավաքումը։ Ըստ ամերիկյան Rain ընկերության վերլուծաբան Սեմ Լիխտենշտեյնի, պակիստանյան այդ կործանիչները արևմտյան և ռուսական մոդելների համեմատ ավելի հարմար են գին-որակ հարաբերակցությամբ։ Վերլուծաբանի կարծիքով Ադրբեջանի կողմից դրանց ձեռքբերումը կարող է խորացնել Հայաստանի հետ ունեցած ռազմական անհավասարակշռությունը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի 2 միլիարդ դոլար ներդրումին, ապա ըստ ադրբեջանական մամուլի այն կարող է վերաբերել նաև պաշտպանական ոլորտին, այդ թվում համատեղ արտադրությանը։ Ուշագրավ է, որ անցյալ ամիս Լաչինում հավաքվել էին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները, որոնք հատուկ ուշադրություն էին դարձրել պաշտպանական համագործակցությանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել էր մասնավորապես Պակիստանի հետ կապերի խորացումը։ Բաքուն պակիստանյան կողմի հետ կապերում մոտենում է երկարաժամկետ ռազմավարական համագործակցության տեսանկյունից, միևնույն ժամանակ դժգոհություն հայտնելով Հայաստան-Հնդկաստան պաշտպանական խորացող կապերից։ Կովկասի հարցերով ադրբեջանցի փորձագետ Ֆարհադ Մամադովի կարծիքով Հնդկաստանը իր հերթին դժկամ է վերաբերվում Բաքու-Իսլամաբադ կապերին, որի հետևանքով Բաքվի և Նյու Դելիի կապերը վերջին ժամանակներում սառել են։ Այնուամենայնիվ նա նկատում է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը հասնում է 1 միլիարդ դոլարի, որի մեծ մասը ադրբեջանական նավթի արտահանումն է Հնդկաստան։ Ադրբեջանում աննկատ չեն թողել նախօրեին Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունները այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Վելայաթին ասել էր, որ Իրանն է խափանել այդ ծրագրի իրագործումը, որը ըստ նրա կնշանակեր Հայաստանի մասնատում և դեպի Եվրոպա Իրանի հաղորդակցային ուղու ընդհատում։ Վելայաթին, որը երկար ժամանակ զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, այդ քայլը Իրանի ուժեղ կողմերից է համարել, նշելով, որ Թեհրանը անգամ առանց Մոսկվայի կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունը և կանխել ՆԱՏՕ-ի ներկայությունը տարածաշրջանում։ Ադրբեջանական լրատվամիջոցներում և փորձագիտական շրջանակներում դժգոհությամբ են ընդունել Վելայաթիի հայտարարությունները։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով Իրանը չափազանցնում է իր ազդեցությունը հաղորդակցային այդ ուղու վրա, ինչպես նաև Երևան-Բաքու գործընթացի հարցում։ Ըստ նրա, միջանցքի հարցում այժմ բանակցում են Երևանն ու Բաքուն, և տարածաշրջանի այլ դերակատարներ, այդ թվում Իրանը, ստիպված է լինելու ընդունել ցանկացած լուծում։